Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում կառավարությունը տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ է նախաձեռնել։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով օրենսդրական փաթեթը լուծում է մի շարք խնդիրներ։ Սահմանվել է մրցակցության պաշտպանության հանրաժողովի լիազորությունը որպես սպառողների պաշտպանության կենտրոնական եւ կոնտակտային հիմնական մարմին։ Պապոյանը կարծում է, որ փաթեթի ընդունմամբ մի կողմից սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ կձևավորվի, մյուս կողմից Հայաստանը կապահովի ՍԵՊԱ-ով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Մենք սպառողների իրավունքների պաշտպանության ամեն ողջ օրենսդրությունը համապատասխանեցնում ենք Եվրոպական միության օրենսդրությանը։ Մասնավորապես գնի ներկայացման կանոնների հետ կապված նոր կարգավորումներով սպառողը հնարավորություն կունենա տեսնել վաճառքի ներկայացված բոլոր ապրանքների միավորի, այսինքն 1 կիլոգրամի, 1 լիտրի կամ 1 քառակուսու գինի։ Նախարարը տեղեկացրեց ազգային ժողովի իրավական եւ տնտեսական վերլուծություններ իրականացնող մասնագետներն առաջարկներ են ներկայացրել, մինչեւ երկրորդ ընթերցում փոփոխություններ կիրականացնեն։ Պատգամավորների համար անըմբռնելի էր այն, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը վերապահվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Դրանք երկու տարբեր ինստիտուտներ են եւ այդտեղ շահերի բախում եմ ես տեսնում։ Վերցրել ենք Եվրոմիության դիրեկտիվները, 6 դիրեկտիվներ եւ այդ դիրեկտիվները բերել ենք մեր օրենսդրության մեջ, համապատասխանեցրել ենք եւ ըստ էության այդ համապատասխանությունը իրականացնելիս անկեղծ կլինեմ, շատ բան չեն կարել, ես մեր պետությանը հարմար է, թե չէ։ Տնտեսական մրցակցություն եւ սպառողների պաշտպանություն իրանք աշխարհում մի տրամաբանությամբ են դիտարկում։ Գևորգ Պապոյանի ներկայացրած հաջորդ նախագիծը ծխախոտային արտադրանքի գրավչությունը նվազեցնելու պահանջի մասին էր։ Արտադրողներն ու ներկրողները պարտավորություն ունեն 2024 թվականի հունվարի 1-ից տուփերը թողարկել սպառողի մոտ բացասական իմպուլս առաջացնող գրաֆիկական պատկերներով։ Մի շարք տնտեսվարողներ նախընտրում են 400,000 դրամ տուգանքը վճարել, քան կատարել պահանջը։ Շատ ծխախոտային արտադրանքով զբաղվող ընկերությունների համար 400,000 դրամ տուգանքը որևէ ազդեցություն չէր ունենա, հաշվի առնելով այդտեղ շրջանառությունների ծավալները եւ իրենց շահութաբերության մակարդակը եւ հայաստանյան ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու, ինչպես նաեւ խնդրին իրավաչափ լուծում տալու նպատակով նախաձեռնվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրքում փոփոխություններ կատարել, առաջարկելով ավելացնել տուգանքը իրավախախտման նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով։ Մարդիկ շատ լավ իմացել են, որ օրենքը մտել է ուժի մեջ, բայց շարունակել են առանց այդ նկարների տուփեր թողարկել։ Ծխախոտի օգտագործման սահմանափակմանը միտված օրենսդրական նախաձեռնությունից անցում թմրամիջոցների շրջանառության կանխմանը։ Նախագիծը քննարկվում էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ըստ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանի 2018-23 թվականներին բազմապատիկ աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները։ Պատգամավորն առաջարկում է լրացնել թմրամիջոցների հոգեմետ նյութերի դրանց պատրաստուկների շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը։ Մենք պատիժները պետք է խստացնենք, որպեսզի նա հասկանա, որ ոչ թե իմը մինչև 3-ից 6 տարի է, ես մեծ հավանականությամբ չեմ բռնվի, բռնվելու դեպքում էլ տանելի պատիժ է, ես կարող օրինակ 3-ից 6 տարի մի մասը նաև տնային կալանքով պատիժը կրեմ, բայց դրա փոխարեն մեծ գումարներ կաշխատեմ, այս դեպքում ինքը արդեն պետք է հասկանա, որ իր պատիժը լինելու է 14 տարի, 15 տարի, 20 տարի։ Արդյոք համակարգային առումով քննարկել եք կանխարգելման բլոկը ուժեղացնելու, հետո նաև կանխարգելման շրջանակներում խոչընդոտող անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը։ Կանխարգելման համար սրանով չենք սահմանափակվում եւ մի շարք այլ գործիքակազմեր ենք օգտագործում եւ հիմա էլ առաջիկայում էլ նաեւ վարչապետի առաջարկությամբ դրանք էլ ավելի մեծ թափ կստանան։ Խոսքը վերաբերվում է կամավոր կամ ընտրանքային թեստավորմանը եւ մենք ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ինչու՞ չէ ազգային ժողովում իրականացնենք թեստավորումներ։ Քննարկվեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով թմրամիջոցների շրջանառության ծավալների աճի խնդիրը։ Արդարադատության փոխնախարարը հայտնեց կառավարության դիրքորոշումը։ Ըստ նրա առաջարկվող պատիժների չափերն անհամաչափ են եւ դրանց ավելացմանը կառավարությունը դեմ է, բայց կողմ է ծանրացնող հանգամանքների ավելացմանը։ Խնդիր ունենք հենց տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարվող այդ արարքներին։ Եվ երբ որ մենք դրանք նախատեսում ենք ծանրացնող ուրեմն հանցակազմերի մեջ, ինքնըստինքյան դրանց պատժաչափը ավելանում է։ Կառավարության առաջարկները հանձնաժողովն ընդունեց, իսկ պատժաչափերի ավելացման վերաբերյալ առաջարկը պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում դրանք կվերանայվեն։ Նախագծի քննարկումն ավարտվեց, քվեարկությունը հետաձգվեց։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։